Սուրբ Հոգին այս խոսքը բերեց ի մեջ, որ ես եկեղեցուն հիշացնեմ եկեղեցու նպատակի մասին սիրելիներ։ Եկեղեցու եկողները, եկեղեցուին մասնակցողները եւ Տիրոջ երկրպագողները ակնկալիքները շատ տարբեր են լինում սիրելիներ։ Մարդու աղոթելու ակնկալիքը կարա տարբեր լինի, եկեղեցի գալու ակնկալիքը կարա տարբեր լինի, Տիրոջը նվիրվելու ակնկալիքը կարա տարբեր լինի, բայց եկեք նայենք Աստծո տեսանկյունից, որն է եկեղեցու նպատակը, որն է եկեղեցու ծրագիրը սիրելիներ։ Եկեղեցու նպատակը երկինք գնալը չի սիրելիներ։ Մի օր եկեղեցին գնալու է երկինք, մի օր Տերը փրկելու է եկեղեցուն, բայց երկրի վրա եկեղեցու համար առաջին նպատակը եւ ծրագիրը սիրելիներ, դա աշխարհը փրկելու եւ փոխելու ծրագիր է։ Կրկնում եմ, եկեղեցուն հավատացյալ ժողովրդին Աստված կարող է բժշկել սիրելիներ։ Աստված կարող է օրհնել մարդուն, Աստված կարող է մխիթարել մարդուն, Աստված կարող է բարիք բերել, անեծք քանդել։ Շատ հրաշքներ եւ զորություններ կարող է անել մարդու կյանքում, ընտանիքը փոխել, ընտանիքը միացնել, սակայն եկեղեցու հիմնական եւ առաջնային նպատակը եւ ծրագիրը եկեղեցու աշխարհը փրկելու եւ աշխարհը փոխելու ծրագիրն է։ Ինչի է բժշկում Աստված, ինչի է օրհնում Աստված մարդուն, ինչի է բարիք տալիս, ինչերով է այս լավ բաները երբ որ անում է, որն է նպատակը, որպիսի եկեղեցին կարողանա Աստծո հանձնարարականը հասցնի տեղ եւ Աստծո ծրագիրը ավարտին հասցնի։ Այսինքն Աստված ինչ էլ որ անում է, նպատակ այո դա անում է մեր կյանքի համար, սիրելիներ, օրհնում է, բժշկում է, օգնում է մարդուն, բայց նպատակը որ նա ապահովում է անհատին, որպիսի անհատը իրականացնի իր ծրագիրը, սիրելիներ։ Այսինքն ինչ էլ որ Աստված անի մարդուն, բարիք եւ օրհնություն, դա ուղղված է անհատին, բայց Աստծո մտքի մեջ, Աստծո ծրագիրը սա է, սիրելիներ, որ աշխարհը փոխվի եկեղեցու միջոցով։ Հիսուսն էր այս գործը անում եւ հանձնարարեց եկեղեցուն, սիրելիներ։ Եվ ինչ է անում Հիսուսը, ապահովում է, օրհնում է եւ օգնում է, որպիսի եկեղեցին իր գործի մեջ, իր կարևոր հանձնարարականի մեջ հաջողվի։ Սիրելի հավատացյալ ժողովուրդ, Աստված ողորմած է, Աստված բարեգութ է, բայց Աստված օրհնում եւ ապահովում է, որ մենք իրականացնենք այն գլխավոր ծրագիրը, որը Աստված պատվիրել է եկեղեցուն, սիրելիներ։ Գիտեք, երբ որ մեկը միանում է ինչ որ մի կառույցի, օրինակ ռազմական կառույցի է միանում, ինչ-որ շտաբի է միանում, նպատակ որն է, այդ ուղղվածությունն է, սիրելիներ, չգիտեմ, պատրաստում են դրան։ Մեկ ուրիշ կառույցի մարդը միանում է գիտական փորձեր են անում, ինչ որ բաներ անելու համար։ Եկեղեցու նպատակը, երբ որ մենք կծվում ենք, սիրելիներ, այո մենք կարող ենք ունենալ տարբեր նպատակներ։ Ինչ որ մեկը կարող է գալ, որովհետև առողջական խնդիր ունի։ Բայց եկեղեցու ծրագիրը եւ միսիան նպատակը Աստծո տեսանկյունից Աստված կանչեց իրեն հետևել։ Ոչ թե Հիսուսն ասեց եկեք իմ հետևից, ես ձեզ կօրհնեմ ու կբժշկեմ, սիրելիներ, սա չէր։ Նույնիսկ Հիսուսը թեքվեց եւ ասեց դու գալիս եք իմ հետևից, որտեվ կերակրվեցիք։ Դրանով ուզում էր ցույց տալ, իմ միսիան կերակրելը չի, ես ուրիշ նպատակով եմ ձեզ կանչել, սիրելիներ։ Տարբեր կարիքներով եւ տարբեր պատճառներով մենք կարող ենք միանալ Աստծուն, բայց ես ուզում եմ հիշացնեմ ինձ եւ հիշացնեմ այստեղ ամեն մեկիս, որ եկեղեցու գործառույթը մնում է աշխարհը փրկելու եւ փոխելու ծրագիրը, սիրելիներ։ Տերը օրհնի զորացնի ամեն մեկի